Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները հազիվ թե արագ վերսկսվեն, հայտարարել է Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի անցած շաբաթ արած հայտարարությանը, որ բանակցություններն անխուսափելի են։ Թեև Դոնալդ Թրամփը երեկ հերքել էր, թե փորձում են Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին ասել է, որ բոլոր հարցերը քննարկելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Իրանը պետք է նաև երաշխիքներ ստանա, որ հարձակման չի ենթարկվի բանակցությունների ընթացքում, ասել է երկրի գլխավոր դիվանագետը եւ հավելել. Իրանը երբեք չի փակում դռները դիվանագիտության համար։ Չեմ կարծում, որ բանակցությունները կվերսկսվեն այդքան արագ։ Որպեսզի մենք որոշենք վերսկսել դրանք, նախ պետք է համոզվենք, որ ամերիկան բանակցությունների ընթացքում չի հարձակվի մեզ վրա։ Արդյոք Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը կարող է արագ վերսկսել ուրանի հարստացումը։ Արաղչին պատասխանել է, որ հնարավոր չէ ոչնչացնել տեխնոլոգիան ու գիտելիքները, որ երկիրն ունի ուրանի հարստացման համար։ Ցանկության դեպքում Իրանը կարող է արագ վերականգնել պատճառված վնասն ու առաջընթաց գրանցել։ Արաղչին նաև ասել է, որ 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում Իրանը ցույց տվեց, որ կարող է պաշտպանվել եւ կշարունակի նույն կերպ, եթե կրկին հարձակման ենթարկվի։ Այս ֆոնին մեծ յոթնակի երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ աջակցում են Իսրայելի եւ Իրանի միջև կնքված հրադադարին եւ կոչ են արել վերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։ Համատեղ հայտարարությունում ասվում է. Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները, որոնք կհանգեցնեն Իրանի միջուկային ծրագրին վերաբերող համապարփակ, ստուգելի եւ կայուն համաձայնագրի կնքմանը։ Washington Post-ը հղումանելով հետախուզական գաղտնի տվյալներին ծանոթ 4 աղբյուրի գրում է, որ ԱՄՆ հետախուզությունը որսացել է Իրանի երկու պաշտոնյաների միջև հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվում է Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների հասցրած վնասը։ Պաշտոնյաները նշել են, որ հարվածները պակաս ավելի չեն եղել, քան սպասվում էր։ Սպիտակ տան խոսնակը չի հերքել գաղտնարարված զրույցի արկայությունը, սակայն Քերոլայն Լևիթը չի համաձայնել եզրակացությունների հետ, ասելով, որ նրանք չեն կարող գնահատել ԱՄՆ գործողության թիրախում հայտնված Ֆորդոյի, Սպահանի եւ Նաթանզի միջուկային օբյեկտներին հասցված վնասը։ Գաղափարը, որ անանուն իրանցի պաշտոնյաները գիտեն, թե ինչ է կատարվում հարյուրավոր ոտնաչափ խորության փլատակների տակ, աբսուրդ է։ Միջուկային զենք ստեղծելու նրանց ծրագիրը ավարտված է։ Ու մինչ Միացյալ Նահանգներն ու Իրանը դեռ համաձայնության չեն գալիս բանակցությունները վերսկսելու շուրջ, Իսրայելի վարչապետը կրկին հայտարարել է, որ Իրանը դեռ սպառնալիք է Իսրայելի համար։ Բենյամին Նեթանյահուի պնդմամբ Իրանը ծրագրել է Իսրայելի կործանման 3 ուղի՝ ընդլայնել իր ազդեցության գոտին եւ սեղմել Իսրայելին խեղդող օղակը, Իսրայելը ոչնչացնել հրթիռային եւ միջուկային սպառնալիքի միջոցով։ Նա նշել է, որ սա է Իրանի գոյության իմաստը, հավելելով, թե դա միակ պատճառը չէ, որ նրանք ցանկանում են ոչնչացնել Իսրայելը։ Նրանց նպատակը Մերձավոր Արևելքը նվաճելն է, ասել է նա։ Բայց իրենց գլխավոր նպատակներին հասնելու համար նրանք պետք է մեզ վերացնեն։ Հնարավոր չէ նվաճել Մերձավոր Արևելքը առանց Իսրայելը ոչնչացնելու։ Եվ եթե Իսրայելը դադարի գոյություն ունենալուց, Մերձավոր Արևելքը անմիջապես կփլուզվի։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն իր հերթին անդրադարձել է Գազայի խնդրին, ասելով, որ պատերազմն այնտեղ չի ավարտվի, քանի դեռ Իրանի աջակցությունը վայելող Համասի կողմից պահվող մոտ 50 իսրայելցի պատանդներն ազատ չեն արձակվել։ Իսրայելական զինուժի հարվածներից 3 Գազայում առնվազն 74 մարդ է սպանվել։